Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սա այս տարվա մեր վերջին թողարկումն է եւ հաշվի առնելով, որ անցնող տարին աչքի է ընկել վատ առումով, վատ իմաստով աչքի է ընկել եկեղեցու դեմ ասպատակություններով, իմ տաղավարում այսօր հյուրընկալել եմ հոգեվորականի, իմ հյուրը այսօր Արագածոտնի թեմից Սաղմոսավանքի հոգեվոր հովիվ Տեր Փարեն Քահանա Առաքելյանն է, օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի։ Տեր Փարեն, ես ցավով եմ իհարկե նշում, որ անցնող տարին այսպես աչքի ընկավ իսկապես արշավանքներով եկեղեցու դեմ, եւ այդ արշավանքները նոր չեն սկսվել, ոչ մեկ տարվա ընթացքում, ոչ երկու, շատ ավելի վաղ։ Մենք գիտենք, որ այս իշխանությունների գալուց հետո այսպես ակնարկներով որոշ ընդվզումներ նկատելի էին, հետո աչքի զարնեց հայոց եկեղեցու պատմության դասագրքի հանումը, այնուհետև այսպես թույլ չտվեցին, որ ամանորյա ուղերձը հեռարձակվի հանրայինի եթերում, կհիշեք այս ամբողջ շղթան, Սարդարապատում թույլ չտվեցին, որ վարչապետ Փաշինյանի ներկայության ժամանակ կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ մտնի, ինչ որ դժվարություններ ստեղծեցին։ Եվ եկավ բանը հասավ նրան, որ վարչապետը արդեն անցավ անհատական, անձնական հարձակումներին։ Դուք ինչպես կբնութագրեք այս անցնող տարին եկեղեցու համար։ Շնորհակալություն։ Ես նախ չէի ուզի այս հարցերը հնչեն, շատ պարզ պատճառով չէին ուզի, որ այս հարցերը ընդհանրապես ասպարեզում լինեին, օրակարգում լինեին, ուզեինք, որ մեզ համար արդեն հարազատ դարձած հարցերով դիմեին, բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս ամեն ինչը ես կբնութագրեի ցավ բառով, իհարկե այդ ամեն ինչը, որ դուք նշում եք, եղան, մենք տեսանք ու ամեն անգամ միամտաբար կարծեցին, որ այո, սա էլ կլինի ու միգուցե անցնի։ Մենք արձագանքում էինք, գրում էինք, մեր բողոքի ձայնն էինք բարձրացնում, բայց եկավ ամառվա սկիզբ եւ այդ օրվանից ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր հոգեվորականներիս համար եւ հավատացյալ մարդկանց համար ես չեմ վարանի ասել փոթորկոտ մի շրջան, որովհետեւ մեր պատմության մեջ, եկեղեցու պատմության մեջ մտավ հունիսի 27-ը, մտավ հոկտեմբերի 15-ը, մտավ բոլորովին մի քանի օր առաջ դեկտեմբերի 18-ը եւ ցավը մենք միշտ արտահայտում ենք ասելով, որ մեր դիմաց հայ մարդ է կանգնած։ Երբ որ մեր դիմաց թշնամի կանգնած լիներ, մեր թիկունք ամուր կլիներ, ընտանիքով կպայքարեինք, բայց այս դեպքում նույնիսկ չենք կարողանում պայքար բառն օգտագործել, թեև դա կա, ցավոք սրտի դա կա։ Մենք էլի ասել ենք, երբեք չէինք պատկերացնի, որ մայր աթոռի բակում հայը կարող է հայոյել, բղավել։ Փոքրուց ամեն մի հայ մարդ գիտի փոքրուց ով գալիս է եկեղեցու բակ, եկեղեցի, մանավանդ մայր տաճարի բակ, այնտեղ միայն աղոթք պիտի հնչի։ Ուրեմն սա ես կբնութագրեմ իբրև մեծ ցավ, որ կատարվում է շատ բարձր մակարդակով, կատարվում է հետևողականորեն, բայց լավատես ենք մենք, որովհետև գիտենք եկեղեցու պատմությունը։ Եվ եղել են նորից այսպիսի դեպքեր, որ ավարտվել են Աստծո կամքով, բարի կերպով։ Պատմությունը մատնանշեցիք, Փաշինյանն էլ վերջին շրջանում պատմական ինչ-որ դրվագներ է հանում ջրի երես եւ ուզում է ապացուցել, որ եկեղեցի քրիստոնեությունը հիմնադրել է թագավորը, այսպես ասած պետական այրը, նկատի ունի, որ հիմա էլ ինքն է այդ թագավորը եւ ոնց հանել է, ոնց կուզեն, այդպես էլ կվարվեն, այսինքն ոչ թե Թադևոս եւ Բարդուղիմեոս առաքյալներն են հիմնադիրը, այսպես ասած, այլ ուզում է ներկայացնել, որ Տրթատ թագավորն է հիմնադրել եւ առանց պետության եկեղեցի կարող է եւ չլինել, այդպես թե չէ։ Տեսեք, ոչ միայն դա է արտահայտվել, անկեղծ ասած, ես երբեմն մտածում եմ, երբ որ մենք անդրադարձ ենք անում այդ մտքերին, մենք այդ ջրաղացին ջուր ենք լցնում։ Կարծեք թե չհիշենք ախր Տեր հայր, երկրի վարչապետն է նման բան արտահայտում, եթե ասենք ինչ որ մի Չ կարգի պաշտոնյա դա ասեր, կմտածեինք դե հիմա մարդ է ասում է։ Ինչի համար եմ սա ասում։ Կարծեք թե մենք դառնում ենք ակամայից այդ գաղափարը մի տեսակ տարածողներ։
Բայց մյուս կողմից էլ ճիշտ եք ասում, չենք կարող չանդրադառնալ։ Ոչ միայն դա է ասվել է, որ օրինակ պիտի հայոց եռագույնը կախվի, չգիտեմ, Այո։ մեր հիմնը պատարագի սկզբից բարձրաձայնվի։ Դուք դեմ եք, որ մեր հիմնը հնչի պատարագի սկզբում։ Ես մի անգամ պատասխանել եմ այս հարցին, ուրեմն իմ կարծիքով սրանք ծուղակ հարցեր են, ոչ այո ասելն է մի բան, ոչ ասելն է մի բան։ Եթե ես ասեմ, ես դեմ եմ, որ հիմնը հնչի, կստացվի, որ հայ հոգևորականը Հայաստանի Հանրապետության հիմնին դեմ է, ինչ է նշանակում, չէ՞, մենք միշտ ասում ենք սրբությունը, դա այո, մեր արժեքներից մեկն է հիմնը։ Եթե ասենք պիտի հնչի, մենք ունենք դարերով եկած ավանդույթ եկեղեցուն, որ չի հնչել։ Ուրեմն նորից եմ ասում, որ ոչ ասելն է, ավանդույթներն ես մի դեպքում խարխլում։ Մի դեպքում դու զիջում ես ավանդույթները, մյուս դեպքում կարող է թվալ, թե հայ մարդը, մանավանդ հայ հոգևորականը դեմ է ազգային արժեքներին։ Մենք մեր բոլոր միջոցառումները, սկսած ճեմարանական միջոցառումներից մինչև ամենաբարձր մակարդակի, մենք սկսում ենք արդեն հիմնով։ Եկեղեցին դուրս է պետական եւ երկրավոր մտածելակերպից։ Եկեղեցին ըստ մեր եկեղեցու մտածողության երկինք է երկրի վրա եւ այդտեղ երկրավոր բաները գործ չունեն։ Տեսեք, ես չեմ ուզի ինչ-որ սուր բան ասել, բայց ինձ համար դրանք թյուր ըմբռնումներ են կամ անհեթեթություններ են ասել, որ մայր վաճառը էջմիածնում է, որովհետև մայրաքաղաքը էջմիածնում էր։ Ասել, որ եկեղեցին հիմնել է թագավորը եւ այլն եւ այլն։ Վերջում մի քանի օր առաջ էլ ասվեց, որ հայոց կաթողիկոսները կաթողիկոս են դարձել օտար կառավարիչների կամ օտար երկրների ղեկավարների կողմից կամքով։ Ուրեմն նորից եմ ասում, մի կողմից չես ուզում ասել, որովհետև մարդկայնորեն մտածում ես, լավ, եթե այս մտքին անդրադառնամ, մյուսին անդրադառնամ, լավ, որքան կարծեք, թե մենք հեռահար կերպով պատերազմում ենք, բանավիճում ենք, որը որևէ տեղ չի տանում իմ խորին համոզմամբ։ Մենք սովոր ենք, եթե ունենք հարցեր, խոսենք միասին, իրար հետ, էլի ասել ենք մենք, ոչ թե իրար մասին, իրար հետևից։ Նա չունի ձեզ լսելու թեմա, Տեր Փառեն, ինքը ասել է, բառացի, որ կաթողիկոսի հետ կխոսեմ միայն իր հրաժարականի օրակարգով։ Այսինքն, երբ որ ինքը գա, ասի, որ հրաժարական եմ տալիս, գնում եմ հեռանում, միայն այդ օրակարգով էլ մարդը չունի թեմա ձեր հետ խոսելու։ Հիմա ո՞նց խոսեք։ Մենք գիտենք ինչ է ասել։ Մենք էլ ասում ենք հիմնավոր կերպով։ Տեսեք, ես կարող եմ ասել, այսինչ մարդը այսինչ տեղից պիտի գնա։ Անհիմն կերպով ասեմ։ Սա մի բան, ուղղակի արթնանամ, մեկը դուրս չի գալիս, ասեմ, այսինչ մարդը այստեղ չպիտի լինի։ Բայց ես մյուս կողմից կարող եմ ասել, որ այսինչ հանգամանքով մարդը այս դեպքում ամենայն հայոց կաթողիկոսը պիտի մնա, որովհետև դրա համար մենք ունենք բոլոր հիմքերը։ Նախ, որովհետև կաթողիկոսը ըստ եկեղեցու կանոնադրության ընտրվում է ցկյանս, մինչև իր կյանքի ավարտ։ Որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը դավանաբանական որևէ սխալ չի արել, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը ուղղակի ամեն օր հաջողել է իր գործունեության մեջ։ Դա կարող ենք մենք փաստերով ասել, հոգևորականների թվով ասել, եկեղեցիների կառուցված եկեղեցիների այդ իրականությունը մեջ բերելով ասել, իրենց փաստարկասին է, Տեր Փառեն, որ ասում են ուխտ է խախտել, ուխտադրուժ է, որովհետև զավակ ունի, պիտի բան լիներ, կուսակրոն լիներ։ Փաստարկ չկա այդտեղ։ Գիտեք, նորից եմ ասում, կարող են շատ բաներ ասել։ Մի անգամ Արշակ Սրբազանը ասաց, որ եթե կան սխալ պատասխաններ, կան նաև սխալ հարցեր։ Պատմական դեմքերին, եթե մենք անդրադառնում ենք, ընդհանրապես որ խոսում ենք, գիրք ենք կարդում կամ որևէ ֆիլմ ենք նայում, հաջողված մարդու մասին խոսելիս, արդյոք մենք մտածում ենք, թե այդ մարդու կենցաղը ինչ է եղել։ Մեզ համար շատ կարևոր է, թե այդ մարդը ինչ է տվել մեզ։ Սուրբ Սահակ Պարթևի մասին խոսելիս, միթե սխալներ չի ունեցել։ Օրինակ մենք գիտենք, որ որտեղ է ապրել Սուրբ Սահակ Պարթև հայրապետը, ինչ տան մեջ է ապրել,
ինչ, չգիտեմ, կարգով է գնացել եկել ինչ որտեղ։ Մենք ստիպված ենք այսպես կենցաղային խոսել, որը հարիր չի, միշտ հայ հոգևորականը խոսելը գիտեք, Այո, խորհուրդների մասին եւ այլն։ Բայց երբ որ խոսում ենք Սահակ Պարթևի մասին, ասում ենք, որ Սահակ Պարթևի շնորհիվ Մեսրոպ Մաշտոցը գնաց այո, եւ հայոց գրերը ստեղծվեցին եւ մենք նշում ենք տոնը կամ արդեն գանք այս կողմ, ուրեմն Խրիմյան հայրիկի մասին խոսելիս ինչ ենք ասում։ Ասում ենք Խրիմյան հայրիկը ինչպես սնվեց, հա, ինչպես կինուներ թե ապրեց, չուներ, կինուներ թե չուներ։ Ուրեմն դա այնպիսի մի հարցեր են, որոնք օգուտ չեն տալիս, միայն կարող են բիծ ավելացնել։ Եվ անձի վրա բիծ չեն ավելացնում, ամբողջ ինստիտուտի վրա են բիծ ավելացնում։ Ուզենք թե չուզենք, մենք հոգևորականներ ենք, չէ՞, մենք շրջում ենք մարդկանց մեջ, խոսում ենք, զրուցում ենք։ Ուրեմն, երբ որ թեկուզ մարդը մի վարքյան կորցնում է, ասելով կաթողիկոսը զավակ ունի թե չունի, կամ այսինչ կուսակրոնը խախտել է իր ուխտը թե չէ, կամ այսինչ ամուսնացյալ քահանան խախտել է իր ուխտը թե չէ, այդ վարքյանները մարդը կորցրեց։ Ինքը կարող էր հոգևորականի հետ խոսել իր հոգու ավելի արժեքավոր թեմայով։ Ուրեմն տեսեք, երբ որ մենք վերլուծում ենք, տեսնում ենք, որ այս խոսակցությունը վնաս է տալիս պարզ հավատացյալին։ Եվ մենք ելի ենք ասել, որ մեր նպատակակետը, մեր լսարանը պարզ հավատացյալներ են, մարդիկ, որոնք ուզում են բարի կերպով ապրել, որոնք գիտեն մի լույս կա ինչ որտեղ, որ այսօր եկեղեցին է, բոլորս գիտենք։ Եվ այդ խոսակցություններով լցնել այսպես եկեղեցու անկյունները դա որևէ տեղ չի տանում։ Հիմա ես այո կամ ոչ պատասխանեմ այդ հարցին։ Նախ որի իրավունքը ես չունեմ։ Ինչ է տալու ձեզ բոլորիս։ Տեր Փարեն, այս հարցը իմ խորին համոզմամբ արդեն անդառնալիության կետը անցել է։ Մենք արդեն անցել ենք այն շրջանը, որ հնարավոր էր այս հարցերը այսպես սուր անկյունները բանանելով, մեղմացնելով, փորձել շրջանցել եւ թողնել այդ հարցը վարչապետի եւ եկեղեցու, այսինքն ինչպես ինքն է ձևակերպում, պետություն եւ եկեղեցու հարաբերությունների տիրույթում ներքին խոհանոցում։ Այդ հարցը ոչ լրագրողներն են հանել ջրի երես, այդ լվացքը արդեն վաղուց փռել են եւ մեղավորներ են հիմա փնտրում, որ խաչեն, այսպես ասած։ Մենք մեղավոր չենք, որ այս հարցերը ստիպված ենք արծարծել։ Դուք գիտեք, որ այս հարցերը արդեն օրակարգ է դարձրել Փաշինյանը, համենայնդեպս այսպես լայն օրակարգի թեմա 7 ամիս է մոտավորապես հունիսից, հա, անցյալ տարվա։ Ուզենք թե չուզենք, սա պիտի արծարծենք, հատկապես երբ հարցը մտել է այնպիսի փուլ, երբ 10 եպիսկոպոսներ միացան, այսպես ասած, համալրեցին Փաշինյանի թեզի շարքերը, գնացին Փաշինյանի դուռը, սկսեցին իր հետ այսքան բادرից հետո, չգիտեմ, աղոտ քասել, կիսել իր որոշ տեսակետները եւ ի վերջո բանը եկավ հասավ նրան, որ Մայրաթորի բակում կաթողիկոսին վեհապար հայրապետին հանգստի կոչեցին։ Ինչն էր ստիպել ձեր կարծիքով ձեր հոգևոր եղբայրներին, որ նման քայլի գնան։ Գիտեք, մենք սխալվում ենք այնտեղ, երբ որ մտածում ենք եկեղեցու մասին, որպես զուտ երկրավոր կառույց դիտարկելով։ Մենք ապրում ենք հոգևոր աշխարհի մեջ եւ եթե կան բարի հրեշտակները, աստվածային ներգործությունը, Սուրբ Հոգու ներգործությունը, կա նաև չարի ներգործությունը։ Ինչի համար եմ սա ասում, որովհետև մենք ունենք շատ աղոթքներ, որ կարդում ենք հավատացյալի համար, մեզ համար չարի այսպես խութերից ազատվելու նպատակով։ Սա արտահայտությունն է եկեղեցում ցավոք սրտի չարի գործնեության։ Ես անկեղծ ասած չեմ կարող ասել, թե ինչն է ստիպել։ Ենթադրություններ շատ կարող ենք անել, բայց չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև իրենք եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ են, սրբազաններ են, ցավում ենք ուղղակի, որ այդպես եղավ եւ մեծ հույս ունենք, որ
կշտկվի, որովհետև վեհափառ հայրապետը ինքը միշտ կոչ է անում, որպեսզի վերադառնան կանոնական դաշտ։ Միշտ իր քարոզների մեջ այդ դեպքերից հետո տեղ թողնում է։ Այո, տեղ թողնում է եւ կոչ է անում, Բայց նույն որպեսզի Տեր Արամի հետ կապված վերադառնան- քննադատում էին վեհապարին, ներողություն քննադատում էին վեհապարին, ասում էին փոխանակ Տեր Արամին փորձեին բան անել, իրենցով անել եւ այլն, միանգամից կարգալույծ արեցին նրան եւ լարեցին եկեղեցու դեմ ավել։ ով է Այդպես է թե չէ։ քննադատում։ Ես հանդիպել եմ նման կարծիքների շատ։ Մենք ասել ենք մեկ անգամ եւ շատ անգամ, որ մենք մեր հարցերը լուծում ենք եղբայրաբար եւ մենք մեր հարցերը լուծում ենք ներսում։ Եվ քննադատողները, ես կխնդրեմ Չեն քննադատողներին պատկերացնում, չեն ինչ պատկերացնում ընթացակարգ է ինչ դա ընթացակարգ է անցել, եղել եւ ինչ հարցեր են եղել եւ նորից մենք այդ փակագծերը շատ հաճախ չենք բացում, որտեղ մենք գիտենք, թե ինչ քայլեր են արել։ Մենք գիտենք, թե ինչ կամուրջներ ենք դրել, որպեսզի մարդիկ վերադառնան։ Եվ այսօր մեր թեմի առաջնորդը Մկրտիչ Սրբազանը բանտում է, որտեղ չպիտի լիներ։ Մենք գիտենք, թե Մկրտիչ Սրբազանը որքան քայլեր է արել։ Գիտեք, այսպես ականջ դնել ամեն մի կարծիքի մենք ժամանակ չենք ունենա մեր բուն գործնեությամբ, մեր բուն առաքելությամբ զբաղվելու։ Ես քայլեր ձեռնարկվել են, որ քայլեր Ստեփան Ասատրյանին, Տեր Արամ ասվածին, որ վերադառնա կանոնական դաշտ։ Իհարկե։ Եվ առհասարակ բոլոր կարգալուծությունները հայ եկեղեցու պատմության մեջ որևէ կարգալուծություն իզուր տեղ չի արվել։ Որևէ կարգալուծություն տարբեր կերպ Այսինքն զուտ սիմպաթիայով կամ ինչ որ պատիտակի խոսակցություններով մարդու կարգալույց չեն անում։ Դրա տակ լինում է հստակ իհարկե ոչ կանոնի խախտում է լինում կամ ինչ որ իհարկե ոչ եւ այդ կանոնների խախտումը հստակորեն կարգալուծությունից հետո գրված է։ Ինչ վերաբերում է մեր սրբազաններին, ես որդիաբար ես կուզեի, որ իրենք դեկտեմբերի 18-ին տեսեք պատիտակով եկան եւ իրենց տեքստը կարդացին եւ վերադարձան եւ ոստիկանների ուղեկցությամբ միկրոավտոբուսով եկան գնացին դրանից առաջ նույն սրբազան հայրերը երբ որ գալիս էին Մայր Տաճար իրենք կենտրոնով քայլում էին եւ կենտրոնով գնում էին վեհափառ հայրապետի հետ ես շատ կուզեմ որ այդպես լինի հիմա ինձ սրտացավ մարդիկ շատ լրագրողներ, շատ հարգարժան, որոնց շատ հարգում ենք, սիրում ենք, ընկերություն ենք անում, շատ ուղղակի հայրենասեր սրտացավ հավատացյալներ կարող են ասել, «Էս ինչ է ասում Տեր հայրը, այդքան բան արեցին», չէ, մի բան ասա, բայց եկեղեցին միշտ էլ ասացին, որ վեհապառ հայրապետը ներողամիտ է եւ կոչ է անում, որպեսզի վերադառնան բոլորը կանոնական դաշտ։ Տեր հայր, բայց այսօր ճիշտ եք ասում նրանց այդ 10 եպիսկոպոսներին, ինչ անունով ասես դիմեցին, էլ հուդաներ, դավաճաններ, տիրադավներ եւ այլն, դուք կարծում եք, որ այդ դավաճանությունը թիկունքից խփելը վեհապառին պիտի ներվի։ Շատ ծանր մեղքեր են ներվել։ Մարդը որ ներողություն է ասում, սրտան զղջում է, դիմացինը ներում է։ Մենք Աստվածաշնչից էլ շատ օրինակներ ունենք, որ այդ ներումը տեղի է ունենում։ Հիմա չեմ ուզում ուղղակի Աստվածաշնչից խոսել եւ նաեւ հորդորում եմ, գիտեք, մի շատ կարեւոր բան կա, մի քանի օր առաջ էլ ես արտահայտեցի այս միտքը, ամեն մեկը որն ուզում է իր կարծիքը փաստել, հիմնավորել, Աստվածաշունչ է բաց անում եւ կարդում։ Աստվածաշնչի հետ հանգիստ վարվեք։ Աստվածաշունչը նրա համար է, որ մենք կարդանք եւ գնանք դեպի փրկություն։ Կարող ես ամեն ինչ Աստվածաշնչով այսպես առաջին հայացքից հիմնավորել, բայց ես խորհուրդ եմ տալիս բոլորին նրանց, ովքեր նույնիսկ իրենց վատ արարք ուզում են հիմնավորել, թողեք հանգիստ Աստվածաշունչը, որովհետեւ հայ եկեղեցին ոչ թե Աստվածաշունչ մեջ բերող կառույց է, այլ հայ եկեղեցին Աստվածաշունչն ապրող կառույց է։ Տարբեր բաներ են։ Այսինքն կոչ է կանում վարչապետը Սաղմոսներից մեջբերումներ անգիր չանի։ Եթե անուղղակի կերպով այդտեղ է գնում, ուրեմն
թող այդպես լինի, որովհետև ինքն էլ հայ մարդ է եւ թող այս կոչը ինքն էլ լսի, որովհետև կարող եմ ես Սաղմոս կարդալ, բայց հաջորդ վարքյանին ավանդույթի դեմ արտահայտություն անել, օրինակ վեհափառ հայրապետին ավազանի անունով դիմելով։ Այսինքն սա այն դեպքը չէ, որ վարչապետը ասում էր փոխտուր խախտի, խախտի փոխտուր, փոխտուր խախտի, խախտի փոխտուր։ Այս այդ դեպքը չի, որ կարող է մի հատ մեղա գալ, մի հատ մեղ գործել, նորից գնալ հովանավանքում արցունք թափել, ապաշխարել, նորից գալ մեղ գործել։ Ընդհանրապես Աստծո հետ առևտուր անել չես կարող, կպատժվես։ Եվ մի շատ կարևոր բան էլ, խոսում ենք պատարագների մասին։ Մի անգամ ինձ մի լավ մարդ ասաց, Տեր այր, բայց պատարագների մասին շատերս իմացանք։ Անկեղծ ասած, ես չէի ուզի, որ պատարագի մասին այսպես իմանային, ով որ գիտի պատարագի մասին, եւ մեր ժողովուրդը բոլորն էլ գիտեն պատարագի մասին, գիտեն եւ մասնակցում էին։ Ես ցավում եմ, որ մեր հասարակության մեջ առաջացավ մեր պատարագ, ձեր պատարագ, այսինչի պատարագ, այնինչի պատարագ, բեմադրած պատարագ են ինչ ասես։ Այս արտահայտությունները հայ ազգի մեջ, առաջին քրիստոնյա ազգի մեջ չպիտի լիներ։ Մարդը, որ գնում է պատարագի, պիտի լուր առավոտն արդանա, գնա պատարագի եւ վերադառնա տուն։ Պարտադիր չի, որ մարդիկ իմանան, որ ինքը գնում է պատարագի։ Ինքը գնում է իր տիրոջ մարմինն ու արյունը ճաշակելու, հաղորդություն ստանալու։ Սա էլ պետք չի։ Այսինքն, երբ որ վարչապետը նախորոք հայտարարում է, ասում է, այս Կիրակի գնում եմ այսինչ եկեղեցի եւ իր ամբողջ շքախմբով արդեն, որոնք չեն ուզում գալ, են որ պատճառաբանություններ են բերում, մեկը գրիպ է, մեկը հիվանդ է, չգիտեմ ինչ ա, են որ արդարացումներ են փնտրում, թե ինչու այդ օրը չեն գնալու այդ եկեղեցի, բոլորովին նման բանի կարիքը չկա եկեղեցին։ Չկա, իհարկե չկա, եկեղեցին չունի այդպիսի կարիք։ Եկեղեցին միշտ պատարագներ արել է, դարեր շարունակ ու պիտի պատարագներ անի։ Դուք կարգալույծ անելու մասին խոսեցիք, Տեր Փարեն։ Տեսեք, չկա ամեն դեպքում եկեղեցու մեղավորությունը այն հարցում, որ երբ ժամանակին որոշ թեմաներ, որոշ եկեղեցականների հասցեին արծարծում էր հասարակությունը, անուններ կտամ Նավասարդ Կճոյանի, Բենթլի թեմաները, չգիտեմ, օֆշորի այդ հարցերը, այդ ժամանակ արդեն այդ հարցերը չհանվեցին, սեղանի վրա չփռեցին եւ կարգալույծ չարվեցին այն հոգևորականները, որոնց շուրջ այդ թեմաները շրջանառվում էր։ Այսինքն շուտ չպետք է Բենթլիների հարցերը լուծել եկեղեցին։ Այստեղ ես չեմ ուզում անձի մասին խոսել, կենցաղային ինչ-որ թեմաների մասին խոսել։ Այստեղ ես ուզում եմ խոսել վեհափառ հայրապետի իմաստության մասին։ Մենք պիտի իմանանք արարքից հետո հետևանքը ինչ է լինելու։ Մենք շատ հաճախ մեր նեղ պատուհանից ենք նայում հարցերին։ Արագ կերպով ուզում ենք, որ լուծումներ լինեն, բայց վեհափառ հայրապետը իր լայն պատուհանից է նայում այս հարցերին եւ ներողամտության աչքով է նայում այս հարցերին։ Հիմա էլ արդեն որ ամեն ինչ շատ գծեր հատվել են, նորից վեհափառ հայրապետը ասում է, որ եկեք կանոնական դաշտ։ Այն ժամանակ էլ նույն մոտեցումն է եղել, վստահաբար ասում եմ, իհարկե շատ բաներ ես ինքս չգիտեմ, որովհետև մենք այն ժամանակ զբաղվում էինք հոգևոր սպասավորությամբ, մեր հոտի հետ, մեր սոցիալական ծառայությամբ, աղոթքով եւ այլն, ինչ-որ հայ հոգևորականը։ Բայց դուք հասարակության մի անդամ եք, դուք հասարակության մասնիկ եք, լսել եք վստահաբար է։ Շատ բաներ ենք լսել, ուղղակի այդ լսելը քիչ առաջ ես ասացի, չէ, օգուտ չի տվել մեզ։ Այո, շատ խոսակցություններ ունեցել ենք, հավատացյալների հետ խոսել ենք եւ քրիստոնեական մոտեցմամբ մենք հորդորել ենք ոչ թե խոսել մարդու բացակայությամբ, այլ ուղղակի աղոթել իրենց համար, որովհետեւ տարբեր մարդկանց մասին խոսում են ունի այս, ունի այն, այս մեղքն է գործել, այս կերպ է իր պահվածքը դրսևորել, բայց մենք ասել ենք, նայեք, նույն մարդը օրհնել է, որ հոգևոր այսքան գրականություն տպվի օրինակ, այսքան ուխտագնացություններ արվեն, այսքան երիտասարդաց միություններ գործեն։ Եկեք այս տեսանկյունից նայենք եւ աղոթենք այդ մարդու համար, եթե կա, չենք մտել այդտեղ շատ, եթե կա, ուրեմն աղոթենք, որպեսզի դա չլինի,
Ես միշտ մի առաջարկ եմ արել, նույնիսկ Վեհապար Հայրապետի հասցեին եկել են բորբոքված, մեզ մոտ խոսել են հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, տարբեր մարդիկ, ովքեր ինչ որ տեղ հասել են իրենց կյանքում, ես իրենց առաջարկ եմ արել։ Ասել եմ, ես ամեն ինչ կանեմ, կխնդրենք Վեհապար Հայրապետին ինչ որ կերպ հանդիպենք եւ ձեր հարցերը ուղիղ իրեն տվեք։ Եվ որևէ անդրադարձ չի եղել։ Եվ այդ մարդիկ ուղղակի զիջել են, այդ մարդիկ գնացել են։ Հիմա ինձ մոտ խոսում եք ինչի համար։ Բնականաբար գիտեք, որ ինձ մոտ խոսեք հոգևորականից, մանավանդ Վեհապար Հայրապետից, ես եկեղեցու նվիրապետությունը հարգող հոգևորական եմ, պահող հոգևորական եմ։ Ինչ է կարծում եք, որ ես պիտի ձեզ հետ նստեմ եւ ոչ այս կողմ, ոչ այն կողմ բամբասեմ, չի լինելու։ Եթե կան հարցեր, ուրեմն կան հարցի լուծման կերպեր։ Բայց չի ստացվում, որ այս տարիներին, երբ որ աչք է փակվում նման խոսակցությունների վրա, դա վերաճում է ավելի մեծ խնդրի, որովհետև տեսեք, դա է հենց խաղարկում Փաշինյանը այսօր։ Ազգային ժողովի ամբիոնից ինչ լուտանք եւ մեղադրանք ասես եկեղեցականների հասցեին չտվեց, էլ սեռական մոլագար է ձեզ անվանում, էլ չգիտեմ, սեռական ինչ որ բաներ է ասում, էլ ձեռք գցող հետևից, այն կագեբեն էլ հələ թողնենք։ Այսինքն հասկանում եք ինչ անուններ է ձեզ կպցում, ձեր հեղինակության հետ է խաղում մարդը ու այսքանից հետո էլի ասել լավ, դե եկեք բանը ասում, ներողամիտ լինենք, աչք փակենք, հա, այս խոսակցություններին։ Բա ինչ անենք, մտնենք նույն խոսակցության մեջ, մենք էլ նույն հռետորաբանությունն օգտագործենք։ Եկեղեցին ուժ չունի ուրիշ Եկեղեցին ուժ ունի եւ եկեղեցին իր ուժը ցույց է տալիս, եթե շատ ուշադիր կարդանք եպիսկոպոսատ ժողովների հայտարարությունները, շատ զուսպ են։ Փար Հայրապետի, շատ զուսպ են։ Դրա համար են շատ մեզ մեղադրում, ասում են, ինչի զուսպ չի։ Դրա համար եկեղեցին եկեղեցի է, քաղաքական գործիչը քաղաքական գործիչ։ Այդ լուտանքները կգան կանցնեն, բայց եկեղեցին կմնա։ Գիտեք, աստվածային նախախնամությամբ ես կասեմ, այս օրերին ընթերցում եմ Սուրբ Բարսեղ Կեսարացու կյանքը եւ եթե թվերը փոխենք, անունները փոխենք, նույն այսօրվա նույն պատմություններն են եւ բնութագրելով այն մարդկանց, ովքեր նույն լուտանքներն էին տեղում Սուրբ Բարսեղ Կեսարացու հասցեին, նույն բամբասանքներն էին տարածում, ինչ է ասում կենսագիրը, ասում են նրանք մտան պատմության մեջ զուտ նրա համար, որ Բարսեղի հակառակորդներն էին։ Ուրիշ արժեք չունեին։ Եվ պատմության մեջ էլի կա, չէ՞, օրինակ հայտնի Վիկտոր Համբարձումյանի դրվագը գիտենք բոլորս, չէ՞, երբ որ անընդհատ ԽՍՀՄ ղեկավարը խոսում է, ընդմիջում է եւ այլն, Վիկտոր Համբարձումյանն ասում է, օրինակ Նյուտոնի ժամանակ ով էր Անգլիայի թագավորը։ Ասում կներեք, չգիտեմ։ Չենք հիշում, ասում ուրեմն նույն կերպ մարդիկ չեն հիշելու, թե Վիկտոր Համբարձումյանի ժամանակ ով է եղել ԽՍՀՄ առաջնորդը։ Նույն կերպ է լինելու։ Մենք չենք մտնելու, եկեղեցին չի մտնելու այդ օրակարգի մեջ։ Հիմա ցավոք սրտի նույնիսկ եթերներ ենք տեսնում, բանավեճեր, բանավիճում են, խոսում են եկեղեցու հասցեին, բամբասանքներ են տեղում, առանձին հոգևորականների մասին տարբեր բնութագրիչներ, մեղադրանքներ են տեղում։ Լավ, մեզ նայում է հասարակությունը։ Մենք պատասխանատու ենք հայ մարդու համար։ Ինչ ենք տալու հայ մարդուն։ Մենք եկեք այս տեսանկյունից նայենք։ Եթե ես նայեմ ինձ որպես անձի, ինձ վիրավորում են, ես վիրավոր եմ։ Ինձ զրպարտում են, ես պաշտպանվեմ։ Ես կորցնում եմ իմ ժամանակը, ես կորցնում եմ իմ հեղինակությունը, ես կորցնում եմ իմ հավատացյալներին, որոնց հետ ամեն օրյա շփում ունեմ։ Մենք չենք մտնելու այդ օրակարգի մեջ, եկեղեցին չի մտնելու այդ փոխադարձ բարի փոխհրաձգության մեջ։ Մենք ուղղակի որ լրատվամիջոցների հետ էլ հանդիպում ենք, զրուցում ենք, ուղղակի մենք խոսում ենք մեր ժողովրդի հետ, որ մենք մեր առաքելության մեջ ենք։
Տեր Փարեն, ձեր գործունեությունը հասարակության հանրության հետ է, հավատավոր ժողովրդի հետ է, նաև անհավատների, որովհետև այսպես թե այնպես առնչվում եք։ Երբ որ վարչապետը մեղադրում է եկեղեցուն, ասում է բանը, ոչ միայն վարչապետն է, Ղալե Սիմոնյանն էլ էր խոսում մոմի բիզնեսի մասին, որ բիզնես է կանում, հարկեր չի վճարում եկեղեցին, այս խոսույթն է առաջ բերում, դա շղթայաբար հասնում է հասարակության ավելի լայն շերտերի եւ օրինակ վերջերս Շիրակի թեմում էր, եթե չեմ սխալվում, քաղաքացիներից մեկը քահանային ասում է, «Աբա 50,000-ով թաղում ես անում, չգիտեմ, քանի հազարով հարսանիք ես անում», ասենք հասկանում եք, որ այդ փողային հարաբերություններն են արդեն մատնանշում, ձեր աչքում մտցնում։ Իսկապես կա այդպես գնային բան, ասեք թաղում է այսքան, չգիտեմ ինչ է այսքան, հարսանիք է այսքան, կնունք է այսքան, այդ փողային պահը ձեր համար այդքան կարևոր թեմա է, որ այդպես ձեր աչքն են մտցնում։ Ես չէի ուզի այս թեմայով խոսել, բայց քանի որ ժողովուրդը, հասարակությունը շատ հետաքրքրվում, իհարկե մեզ էլ են հարցնում, երբ որ գալիս են օրինակ պայմանավորվում են կրթության, պսակադրության համար, այդ հարցը տալիս են, հասկանում ես, որ մարդիկ կամ անտեղյակ են, կամ սնվել են այդ ամեն ինչից, եկեղեցին երբեք որևէ սակագին չի դնում որևէ արարողության համար։ Դարերով այսպես ամրագրված է, որ եկեղեցականը ծառայում է իր համայնքին, իսկ համայնքը իր նվիրատվությունն է կատարում եկեղեցուն։ Մենք նույն ծիսակատարությունը անում ենք աղքատի համար, հարուստի համար, չգիտեմ, գիտնականի համար, պարզ ռանչպարի համար, եւ չկա, ես ուղղակի ուզում եմ խնդրել, աղաչել նման թվեր, որ հրապարակում որ նման թվեր չկա, մանավանդ գիտեմ հարցը ինչի մասին է, որ դեպքի մասին է, Գյումրի այդ դեպքը, այդ ասողները ճանաչում են այդ մարդուն։ Նորից գանք այս հարցին, այդ ասողները գիտեն, թե Տեր նշանը ինչ գործնեություն է ծավալում, քանի 100 Կիրակնորիա դպրոցի ուսուցիչ վերապատրաստվել է իր միջոցներով, իր շնորհիվ, իր կազմակերպելով, կամ հոգևորականների, առհասարակ բոլոր հոգևորականների, չկա այդպիսի մի հոգևորական, որ չանի որևէ արարողություն, եւ գիտեք, փողի համար, եթե աղքատը գնա ասի գումար չունեմ, Տեր Հայր, չգիտեմ, այսպիսի արարողություն ունեմ, մերժում կարող է ստանալ։ Գիտեք ինչի չենք բարձրաձայնում մենք սա, ոչ թե մեզ ենք ափսոսում, այլ հարգում ենք այդ աղքատին։ Որովհետեւ եկեղեցին չի ասում, տեսեք աղքատների համար սա եմ անում, մյուսն եմ անում, որովհետեւ այդ աղքատ մարդը ունի արժանապատվություն։ Մենք խոնարհվում եւ հարգում ենք այդ մարդու արժանապատվության առջեւ։ Մենք չենք բարձրաձայնելու, մենք անում ենք, էջը փակում ենք, գնում ենք առաջ։ Բարձրաձայնենք, իհարկե ոչ, չենք բարձրաձայնել, նորից ասենք այդ մարդն ունի արժանապատվություն եւ այս թեման չկա։ Միտումը հասկանում ենք։ Նորից միտումն այն է, որ հայ եկեղեցին, հայ եկեղեցականը արժեզրկվի, հայ եկեղեցականը հավասարվի Փերեզակի հետ։ Տվեցինք, եւ սա նոր երևույթ չէ։ Նորից պիտի գանք պատմությանը, արևմտահայ գրականության մեջ թերթում ես Տերտերին ոճիրը, Տերտերին ուխտը, եւ այլն, այսպիսի գրվածքներ կան արևելահայ գրականության մեջ, չէ՞, օրինակ Գևորգ Մարզպետունին կարդում ես, հոգեվորականից խորշում ես, հոգեվորականի կերպարից խորշում ես։ Ճիշտ է, Գևորգ Մարզպետունին մենք ընթերցել ենք, դաստիարակվել ենք դրանով, բայց դա նոր միտում չէ։ Դա չարի ձեռագիրն է եւ մարդիկ կարծեք թե հաճույք են ստանում, որ հոգեվորական արժեզրկվեց։ Դրա հետևանքով է նաեւ ըստիս, որ երբ որ հոգեվորականը մի, չգիտեմ, նորմալ մեքենայով է տեղաշարժվում կամ բարեկեցիկ է ապրում, միանգամից աչք է զարնում, աչք է ծակում։ Ու ասում են այն մարդիկ, սա էլ է շատ կարևոր, ասում են այն մարդիկ, որ հոգեվորի հետ որևէ կապ չունեն, ոչ պատարակների են գալիս, ոչ տվյալ հոգեվորականին ճանաչում են, ոչ տվյալ հոգեվորականի հետ շփվում են, տվյալ հոգեվորականի ընտանիքի հետ բարեկամություն են անում, ցեք հարյուրավոր մեր հավատացյալները, որևէ մեկը ասում է նման բան, հավատացյալները չեն ասում նման բան,
Մեզ համար շատ ցավ է, որ հոգևորականի մասին խոսելիս կենցաղից են խոսում։ Հոգևորականը մի տեսակ կիսափակ անձնավորություն պիտի լինի, ոչ թե հպարտանալու համար եմ ասում, որ մենք միշտ ասել ենք, մենք ապրում ենք մարդկանց մեջ։ Հիմա մենք ունենք հարևաններ, նույն կենցաղի մեջ ենք ապրում եւ այլն, բայց այնուամենայնիվ ժողովուրդը սիրում է ու դա ճիշտ է, որ հոգևորականը կիսափակ լինի, խորհուրդ լինի։ Այդ խորհրդավորությունն են շատ հաճախ ուզում փչացնել։ Խորհրդավորությունը պետք չի։ Երբ որ խորհրդավորությունը վերցրեցինք, ուրեմն շատ բաներ մենք կորցնելու ենք։ Այդտեղ չկա որոշ հոգևորականների մեղավորությունը նաև Տեր Փարեն, որովհետև տեսեք հիմա էլի կենցաղային դաշտ գուցե բերեմ, բայց երբ որ քաղաքացին եկեղեցու պատերից ներս տեսնում է հոգևորականին այլ կերպ ընկալում, բայց երբ նույն հոգևորականին տեսնում է, ասենք մարզասարքերի մոտ, ասենք մարզվելուց եւ այլ միջավայրում բոլորովին ուրիշ, մի տեսակ ոնց որ ուրիշ կերպ է ընկալում այդ մարդուն, ասենք մտածում է, որ եկեղեցականը պիտի նման բաներից չօգտվի, երբ մտածում են քաղաքացի չի ինքը, ավելի sense ուրիշ կյանքով պիտի ապրի, պիտի ամբողջ օրը ճգնի, երևի աղոթի, այդպես են ընկալում է, այդպեսին է մարդկանց, ուզենք թե չուզենք։ Որովհետև մարդիկ ստեղծել են հոգևորականի իրենց կերպարը, իրենք են ստեղծել այդ դերը, իդեալը կերպարը, եւ երբ որ մենք չենք համապատասխանում այդ կերպարին, ըստ իրենց այդ առաքելության մեջ մենք ձախողել ենք, փլուզվում է։ Ես չեմ ասում հոգևորականը պիտի մեկին մեկ ապրի այնպես, ինչպես որ աշխարհիկ մարդն է ապրում։ Ասենք կլուբներ գնա, չգիտեմ, բնականաբար դրանք անթույլատրել են։ Հետո մեղքը ինձ համար էլ, աշխարհիկ մարդու համար էլ, բայց այնուամենայնիվ հասկանում ենք, որ հոգևորական այն անձն է, մենք ուխտ ենք արել, մենք ծնկենք իջել մայր տաճարի խորանի վրա, մենք դա հասկանում ենք, փորձում ենք պահել։ Մի շատ կարևոր հոգևոր պրակտիկա կուզեմ ասել, պատարագից առաջ բոլորս ասում ենք մեղա Աստուծո, չէ՞։ Գիտեք, որ նույն մեղաները կարդում է թե հոգևորականը, թե աշխարհիկ մարդը։ Եվ եթե բացենք այդ մեղաների շարքը, սարսափելի է։ Սարսափելի, ուղղակի կարող են մեզ կախաղան անել կամ գիլյոտինի տանել, սարսափելի է, բայց այնուամենայնիվ այդ մեղքերը ասում է ամենապարզ հավատացյալից սկսած մինչև ամենայն հայոց կաթողիկոս։ Ուրեմն մեր եկեղեցու մեջ, մեր եկեղեցու համար կարևոր խորհուրդ է ապաշխարության խորհուրդը։ Որովհետև մենք գիտենք, որ մենք կարող ենք սայթաքել, մենք կարող ենք սխալվել, մենք կարող ենք մեղքեր գործել, բայց գիտենք նաև առանց առևտուր անելու Աստծո հետ, գիտենք նաև, որ կա ապաշխարության խորհուրդը։ Ես կխնդրեմ ուղղակի, որ մարդիկ չստեղծեն իրենց հոգևորականի կերպարը։ Ճիշտ է, սրա մեջ լավ բան էլ կա, որովհետև նորից մարդիկ խորհուրդ են ուզում, խորհրդավորություն են ուզում։ Չեմ մեղադրում։ Այսինքն չստեղծվում, որ հետո չհիասթափվեն։ Այո։ Տեսեք, ովքեր են հիասթափվում, ովքեր խորը հոգևոր կյանքով չեն ապրում։ Մենք շատ հաճախ հոգևոր կյանքն ենք սխալ ընկալում։ Հոգևոր կյանքը տխուր, խեղճ, մշտապես ծնկի իջած կյանքը չէ։ Հոգևոր կյանքը բաց անենք Աստվածաշունչ, այնտեղ կտեսնենք։ Քրիստոս քանի անգամ ասաց ուրախ եղեք, չէ՞։ Հոգևոր կյանքը մի կետից սկսած ընթացքն է դեպի Աստված։ Եվ դու այդ ճանապարհին կարող ես նաև սայթաքել, կարող ես նաև շեղվել, կարող ես նաև ընկնել, եւ եթե այս ամեն ինչը իմանանք, մենք չենք հիասթափվի։ Բայց մարդկայնորեն նորից եմ ասում, առանց մեղադրելու եմ ասում, մարդիկ մեզանից ուզում են իդեալականը։ Եվ դրա համար շնորհակալ ենք, բայց մենք էլ խնդրում ենք, որ մարդ եք ամեն դեպքում եւ սխալական եք, այո, կարող ենք ինչ-որ սխալներ գործել։ Եվ նաև խնդրում ենք, ես շատ եմ ասում մարդկանց, ասում եմ, եթե սխալ եք տեսնում, եկեք ասեք ինձ։ Միգուցե ես չգիտեմ էլ որ սխալ եմ գործել, ինձ թվում է թե ես ճիշտ եմ արել։ Եկեք ասեք,
Տեր Փարեն, վերադառնանք պետություն եկեղեցի առճակատումներին։ Ես մի տեսակ ձեզ հիմա լսում եմ եւ դեժավյու եմ ապրում, որովհետեւ ամիսներ առաջ այս տարվա հունիս-հուլիս ամիսներին իմ հյուրը նույն ձեր աթոռին նստած, նույն այս տաղավարում Գևորգ Սրբազանն էր Մասյացոտնի թեմից։ Նա վստահեցնում էր, պնդում էր, որ վարչապետը սուտ է ասում, հերյուրանքներ է կաթողիկոսի մասին տարածածը, թե իբր զավակ ունի, ասում էր Եզրաստ Սրբազանը մեր լավագույն սրբազաններից է, որը ծաղկեցրել է պարզապես թեմը եւ ասում էր Մկրտիչ Սրբազանը ամենաարժանավոր հոգեվորականներից էր, իրենց լսարանի ասած միասին ենք սովորել ամենախելացիներից էր ու ես ճիշտն ասած հիմա եթե անկեղծ ասեմ շոկ եմ ապրում Գևորգ Սրբազանի այսպես վերափոխումներից վերջին շրջանում ինչը կարող էր ստիպել ասել մի բան հետո բոլորովին այլ բան տեսնել, հա, գործողությունների մեջ ինքը ասում է, որ իրեն ցույց են տվել ինչ որ բաներ, վարչապետը իրեն ինչ որ բաներ է ցույց տվել եւ ինքը զգացել է, որ ինքը նախկինում մոլորության մեջ է եղել կամ վերափոխվել է դրանից։ Ինչ պիտի ցույց տան Սրբազանին, հոգեվորականին, որ այսպես շուռ գա գլխի վայր։ Հոգեվորականը մենք խոսում ենք անընդհատ հոգեվորականի մասին, ունի մի առաքելություն ասենք, բնութագրիչ ասենք, թե ուրիշ բառով ասենք, անդրդվելիությունը մեզ համար պիտի լինի ուղենիշ։ Հիմա եթե ենթադրություն անենք, ինչ էլ որ ինձ ցույց տան, Էլ չեք փոխվի։ դրանով փոխվում է այն իրողությունը, որ Մկրտիչ Սրբազանը ամենապատրաստված, ամենանվիրական, ամենախելացի հոգեվորականներից մեկն է, չի փոխվում, չէ՞։ Ես կարող եմ փոխել այդ իրողությունները, որ 100% իրողություններ են։ Ես կարող եմ փոխել այն իրողությունները, որ այո, Եզրաստ Սրբազանը Ռուսաստանի թեմը ծաղկեցրել է գիշեր ցերեկ եկեղեցու կողքը մնալով եւ եկեղեցի կառուցելով։ Ինչքան էլ որ ես փոխվեմ, այդ իրողությունները չեն փոխվի։ Բայց կարող է ձեր դեմ կոմպրոմատ ինչ որ գտնեն, դուք մի 5 ամիս հետո ես ստիպված լինեմ այս հաղորդման այս կտորները տարածել, ասել ես ոնց փոխվեց ներ։ Ես խոստանում եմ 5 ամիս հետո ինձ կանչեք եւ ես գամ չի լինի ու փոփոխություն։ նույն բաները ասեմ ձեզ, ինչ որ ասում եմ։ Իմ փոփոխվելուց իրողությունը չի փոփոխվում։ Նորից ասենք, այն ինչ որ ասել է Գևորգ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանի մասին, Վեհապարի մասին, Եզրաստ Սրբազանի մասին նախորոք։ Դրանք ճշմարտություններ են, որովհետև դրանք ճշմարտություններ են։ Հիմա կարծեք թե անիմաստ նախադասություն եմ ասում, չէ՞։ Մի քիչ էլ ուզվում եմ, միգուցե մի քիչ էլ բարկանում եմ, որովհետև ես ինքս ամենօրյա շփման մեջ եմ եղել Մկրտիչ Սրբազանի հետ։ Ես գիտեմ իր մտածելակերպ, ես գիտեմ իր տեսլականները, ես գիտեմ իր եկեղեցու հանդեպ սերը, ես գիտեմ իր թշնամու համար աղոթելը։ Այդ ամեն ինչը ես գիտեմ, որովհետև ես իր զավակն եմ։ Լավ, եթե ես փոխվեցի, դարձա ապիկար մեկը, փոխվում է Մկրտիչ Սրբազան։ Իհարկե ոչ։ Ես եմ փոխվում, բայց ես ձեզ խոստանում եմ, որ դուք չեք փոխվելը։ Իհարկե ոչ։ 5 ամիս հետո նորից կհանդիպենք եւ նորից իմ աղոթքը ես կվերարակեմ Վեհապար Հայրապետի համար, Եզրաստ Սրբազանի համար, Մկրտիչ Սրբազանի համար։ Կարող եք պահել այս տեսագրությունը եւ նորից խոսենք։ Աստվածտա իսկապես այլ չենք ուզում որևէ սրբազանի, որևէ հոգեվորականի, որևէ քահանայի խոսքի եւ հետագա գործողությունների այսպես էական տարբերություն տեսնել, որովհետեւ այստեղ էլ է կոնկրետ իմ որպես քաղաքացի եւ հավատացյալ մարդ սասանվում է հավատը արդեն հոգեվորականի նկատմամբ, որովհետեւ վերցնենք այն պարզ կանոնը՝ մի ստիր, չպիտի լինի սուտը հոգեվորականի կողմից։ Գևորգ Սրբազանը հիմա տեսեք ինչ է ասում վերջին շրջանում, արդեն հետևեցի իշխանական ԶԼՄ-ներից մեկի հյուրներ, ասում է եկեղեցին դարձրել են գործիք եւ Մայրաթոռում գործում է ֆեյքերի բանակ։ Այդպես է թե չէ։ Կա ֆեյքերի բանակ, Մայրաթոռը այսպես ձեզ հրահանգներ կան, այդպես կոճակով, որ բախարակեք այս մեկին, մերոնցից չի։ Երևի թե տեղյակ են բոլորը, որ ես այն հոգեվորականներից եմ, որ որոշակի իմաստով ակտիվ եմ գրառումներ եմ անում։ Ես իմ մասին կխոսեմ։
Իմ հոգևոր ծառայության մեջ չի եղել մի դեպք, որ ինձ ստիպեն այս գրությունը դիր կամ այս գրությունը դնելուց հետո հանիր այդ գրությունը, որովհետև ով է քեզ ասել, ով է քեզ թույլ տվել։ Եթե ես մի շատ եմ ես վերջերս ասում, պարզ քահանա եմ, ինձ հետ այդպիսի բաներ չկան, չեն կատարվում մեր հոգևոր առաջնորդների կողմից, ապա վստահաբար որևէ մեկի դեմ այս բաները չեն կատարվում ու չեն կատարվել։ Իսկ գործիք դառնալը ձեզ օրինակ հանրահավաքներին բալին ասել է պիտի անպայման գնաք Քոչարյանի հավաքներին։ Իհարկե ոչ։ Մենք շատ տեղերում հանրահավաքներին եղել ենք եւ գնացել ենք մեր կամքով։ Եվ Ձեզ հրահանգ չի եթե հարկ լինի գնալու հանրահավաքների, ելի մեր կամքով կգնանք։ Հարկադրանքի մասին է խոսքը, Ոչ, հարկադրանքի։ Սենց հարկադրանքի ուղղորդում էլ մասին չի եղել։ ոչ եւ եւս մեկ անգամ ոչ, որովհետեւ մենք հայ հոգեվորականը ես ասացի անդրդվելության մասին։ Հայ հոգեվորական այն տեսակն է, որ որևէ մեկ իրեն իր կամքից դուրս որևէ բան չի կարող ստիպել։ Մենք մտածում ենք, չէ՞։ Հիմա եթե ես ասեմ ինձ ստիպում են, հարկադրում են գնալ, ես վաղը ինչպես եմ պարզ մարդու երեխային օրհնելու։ Բայց մարդը չի ասի կամակատարի մեկն ես, ինչպես ես ինձ օրհնում։ Իմ երեխային օրհնում։ Բայց ձեր թեմից Տեր Արամը պնդում էր, որ իրեն ստիպել են, հարկադրել են բաների հանրահավաքների գնալ։ Հարկադրանք Դա եղել է։ ինքը գիտի ինչի համար էր պնդում։ Ես ասում եմ իրողությունը, ճշմարտությունը, ճանաչելով Մկրտիչ Սրբազանին, ճանաչելով մեր հոգևոր առաջնորդներին, որևէ մեկը ինձ եւ իմ եղբայրներին այսքան ժամանակ որևէ բան չի ստիպել։ Մենք անում ենք մեր կամքով, ինչ որ անում ենք։ Մենք առաջարկով դիմում ենք հոգևոր կյանքի մասին կլինի, ուխտագնացություն կազմակերպել կլինի, ինչ որ կլինի։ Բայց ինչ են հոգևորականները հանրահավաքների մասնակցում։ Հոգևորականները հանրահավաքներին մասնակցում են շատ պարզ պատճառով, որովհետև նախ այնտեղ սկսած 18 թվականից կամ դրանից առաջ բոլորս գիշենք 2014 թվական, կարծեմ թե 14 թվականներ Գյումրիում։ Լարված իրավիճակ է լինում, դուք փորձում եք ավելի հանգստության համար գնալ։ Լարված իրավիճակ էր Գյումրիում։ Կարող են տեսանյութեր ունենալ, թե ինչ էին անում հոգևորականներն այնտեղ։ Ուրիշ շատ հավաքներ են եղել, որ հոգևորականները գնացել են 18 թվականին դրանից հետո հագցնելու բան չէ։ Մենք եղել ենք հանրահավաքներին եւ եղել են դեպքեր, որ կարողացել ենք ձեռք մեկնել եւ մարդուն օգնել կամ ուղակի կանգնել մեր հավատացյալի կողքը, որտեղ մարդը գնում է։ Հիմա եթե ես ունեմ զավակ, դուռը բաց է անում ու արագ իր ընկերների հետ գնում եմ միտեղ։ Ես չգնամ դուրս տեսնեմ ուր է գնում իմ զավակը։ Զուտ դրա համար, այսինքն այստեղ դուք ձեր քաղաքական հայացքները չեք զուտ դրա համար, թեկուզ զուտ դրա համար։ Եթե դուք ընդդիմության հավաքներին գնում եք նրանով ցույց չեք տալիս, որ մենք ընդդիմության կողքին ենք։ Ես դրա համար 18 թվականն էլ ասացի։ Հա։ Իսկ եթե մեր քաղաքական հայացքները ցույց տալու լինեինք, մենք չենք քվեարկի փակ քվեախցիկի մեջ։ Դա անում ենք, վստահում ենք նրան ու վստահում ենք եւ անցնում ենք մեր ծառայությանը, որովհետեւ եկեղեցին վեր քաղաքական կառույց է, որովհետեւ եկեղեցին չի զատում դու այս կուսակցությունից ես, դու այն կուսակցությունից ես։ Հիմա որ իրավիճակ է ստեղծվել, որ հայտնի կուսակցության անդամները եկեղեցականին հայոյում են, երբ որ մենք ասում ենք մի արեք, նշանակում է կուսակցության դեմ ենք, մենք արարքի դեմ ենք, մենք իրենց արած սխալի դեմ ենք, ոչ թե այս կուսակցության կողմնակից ենք կամ մյուս կուսակցության կողմնակից ենք, կամ ուրիշ կուսակցության հայտնի անդամ, որ գալիս է մեր եկեղեցի միասին աղոթք ենք անում, նշանակում է, որ մենք դարձանք այդ կուսակցության անդամ։ Այսինքն ԿՊԱ-ականն էլ երբ որ գալիս են կամ այլ կուսակցությունից ընդդիմության, դուք չեք զանազանում ում հետ։ Հայ հոգևորականը չի զանազանում։ Հայ հոգևորականը արարքն է եկեղեցիներում եղել է զանազանում։ դեպք Սիսյանի դեպքը, երբ որ ձերք սեղմում չեղավ, կամ հակառակը, երբ որ
վարչապետը գնացել էր եւ սրբազաններից մեկը իրեն այսպես ողջունել էր, խաղաղության համար աղոթքեր ասել, շնորհակալություն հայտնել, դա նույնպես դարձավ քննադատման Այո, առարկա։ եղան, այդ քննադատությունները եղան, այդ քննարկումները եղան, բայց դա էլ փաստում է իմ ասածը, որ էական չի։ որ էական չի։ Մենք նորից հայտնի մարդ կլինի, թե հիմնականում հայտնի մարդ, որ գալիս է, ինչի օրինակ հայ հոգևորականը չի ընդունում, որովհետև սխալ է արել։ Ոչ թե որովհետև այդ քաղաքական ուժի ներկայացուցիչն է, այլ որովհետև օրինակ Վեհափար Հայրապետին դիմել է ավազանի անունով։ Բայց այդ դեպքում դա պիտի միասնական դիրքորոշում չպիտի լիներ ձեր կողմից։ Դուք բոլորդ մեկ անձի նման պիտի ընդհանրապես այդ մարդուն այդպես վերաբերվեք, ձեր սեղմում չանեիք, չընդունեիք։ Փառք Աստծո, որ այդպես է, որովհետև սա էլ նորից մեկ անգամ փաստում է Վեհափար Հայրապետի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազատ թողնելու, իր զավակներին ազատ թողնելու պրակտիկան։ Եթե հակառակը լիներ, եւ հենց այդպիսի հայտարարությամբ էլ եկեղեցին հանդես եկավ, չէ՞, որ դա եկեղեցու կարծիքը չէր, այլ տվյալ անձի մոտեցումն էր եւ չդատապարտվեց։ Չէ, ասվեց, որ տվյալ անձի մոտեցումն է եւ սա եւ սա։ Եվ այս երկու հակադիր մոտեցումներով եւս մեկ անգամ փաստվում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի գլուխ ունենալով ամենայն հայոց Հայրապետին ազատ է թողնում իր զավակներին։ Տեսեք, որ չի համընկնում մեկը մյուսի հետ։ Հիմա եթե այսպես է, ինչպես կարող է հարկադրել հավաքներին մասնակցելու։ Ես կհորդորեմ մի քիչ տրամաբանենք։ Շատ լավ, Տեր Փարեն, դուք Եզրաս սրբազանից խոսեցիք։ Այս օրերին ԿՊԱ-ականները, գիտեք, ԱԱԾ-ի թուղթը այսպես թափահարում են, ասում են, ձեր Եզրաս սրբազանը պակի գործակալ է, սովորական շարքային կագեբեշնիկ է, նա ծառայել է ոչ թե Աստծուն, այլ կագեբեին։ Ինչ կասեք այս խոսույթի մասին։ Այս վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ երբ որ ուզում ենք որևէ մեկին այսպես արժե զրկել, սկզբից մի բան ենք ասում, հետո անցնում է որոշակի ժամանակ, այդ սկզբի ասածը մոռանում ենք։ Հիմա սպասենք ժամանակ անցնի, դա էլ կմոռացվի։ Մանավանդ որ դա հերքվեց, տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր մտածող մարդիկ ասացին, որ չկա այդպիսի բան, թուղթը կեղծ է եւ այլն։ Չէ, հիմա սկսվել է այդտեղից, գնալու է, վերջանալու է ուրիշ տեղ։ Դա մոռանալու են մարդիկ։ Կարծում եք։ Այո։ Դա չի մնալու, այդ թուղթը դեռ երկար շահարկման առարկա է դառնալու ԿՊԱ-ականների կողմից, որովհետև Բարաթը այսպես ասած, այսպես ունեն արդեն ԱԱԾ-ից, ասում են, խնդրեմ, ԱԱԾ-ն մեզ տրամադրել է տեղեկանքը, դուք գործակալներ եք եւ եկեղեցին, ինչպես հայտարարում են ԿՊԱ-ականները, ծառայել է այսպես գործակալական ցանցի ворջ է ընդհանրապես։ Դուք ցույց եք տալիս թուղթ, մենք ցույց ենք տալիս գործ։ Թուղթը անընդհատ ցույց տվեք։ Մենք էլ ասում ենք Եզրասրբազան եւ փաստում ենք։ Եզրասրբազանը ճեմարան է բացել, որտեղ հայ երեխան հայերեն է սովորում, հայ աղոթք է սովորում։ Եզրասրբազանը ունի շատ հոգևորականներ, որոնք նվիրյալ զավակներն են։ Եզրասրբազանի օրոք եկեղեցիներ են կառուցվում։ Եկեք դնենք նժարի վրա, տեսնենք որն է ծանր։ Տեր Փարեն, ինչ որ մի X պահի իշխանությունները ձեր դեմ կարող են ինչ որ կոմպրոմատներ գտնել, ասենք ձեզ էլ կագեբեշնիկ անեն։ Այսինքն, այսպես մեկ առ մեկ բոլոր այն մարդկանց, որոնք պաշտպանում են այսօր կաթողիկոսին Վեհափար Հայրապետի կողքին են, քիչ-քիչ սարքեն մեկին, չգիտեմ ինչ, մեկին ինչ որ այլանդակ տեսանյութեր հանեն ջրի երես լոգարանից եւ այլն։ Այս տեսակ կոմպրոմատներով շատ հանգիստ եմ ես, իմ կենսագրությունը թող կարդան, բաց է, թե իմ մանկությունից մինչև հիմա շատ հանգիստ եմ։ Եթե Մուսալեր գյուղում ծնված տղան, որ 17 տարեկանում գնացել է ճեմարան, հետո իր ծառայությունն է մատուցում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ունի բիծ, ուրեմն թող ցույց տան։
Դեպքից հետո Արշակ Սրբազանի դուք ձեր տան անկյուններում տեսագրություններ, տեսանկարահանող սարքեր փնտրել եք։ Չէ, Դրա ճիշտն կարիքը ասած, կա։ Արշակ Սրբազանի դեպքից հետո չէ, մեզ հոկտեմբերի 15-ին բոլորիս տարան քննչական կոմիտեներ, մեր Ես հիշում եմ, թեմի քահանաներին ձերբակալեցին, դրանից հետո հիմա մենք հումորով ենք նայում դրան։ Ձեր տան խուզարկության հետևանքով ինչ գտան։ Մեր հեռախոսները, համակարգիչ, չգիտեմ, պլանշետ, երեխային պատկանող, ընտանիքի անդամներին պատկանող Ոչ մի էական բան։ Բնականաբար, շատ գրքեր։ Ինձ թվում է քննչական կոմիտեի շատ մեծ զենք են գտել։ եւ ԱԱԾ-ի աշխատակիցները իրենց պրակտիկայի մեջ չէին մտել տուն եւ բոլոր քահանաների, որտեղ ամեն մի անկյունում գիրք էր դրված։ Նորից թող գան ուրիշ առիթով եւ շատ գրքեր կտեսնեն։ Եվ Տեր Փարեն, տեսեք, իշխանությունները շատ ծանր են տանում, երբ որ հոգևորականներից որևէ մեկը այսպես կոշտ բառապաշարով ինչ որ բան է ասում, երբ որ անեծք է հնչում իրենց հասցեին, ասենք Հայր Ասողիկը, երբ որ ասել էր անիծյալ լինեք դուք, կամ Տեր-նշանը Գյումրիում, երբ որ ասեց նզովյալ լինես, գնա դա դարձրել են այդ հատվածը, որ ինչ պահվածք է եկեղեցականի կողմից, կամ Արշակ Սրբազանին չներվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում իր հայտարարությունը։ Ամեն դեպքում հոգևորականների կողմից պետք է գործի դրվի, այն որ զենքի նման ասում են, հավատացյալներ ասում են բանադրեք, բանադրանքի ինստիտուտը գործի դրեք, պետք է բանադրել այս իշխանություններին, թե ոչ նման պահվածքի համար։ Մենք հետևում ենք վեհափառ հայրապետին, մենք ինքնագործնեությամբ չենք զբաղվում։ Ես չեմ մեղադրում մեր այն հոգևոր եղբայրներին, որոնք զգացմունքից կամ արդար ցասումից, բարկությունից դրդված այդ խոսքն են ասում։ Անեսքի խոսք են ասում, բանադրանքի խոսք են ասում, բայց դա կանոնական այսպես բանադրանք չէ։ Մենք էմոցիաներով չենք շարժվում։ Մենք հետևում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը անընդհատ կոչ է անում վերադառնալ կանոնական դաշտ, վերադառնալ սեղանի շուրջ եւ հարցերը լուծել քաղաքակիրթ մարդու նման։ Իսկ Արշակ Սրբազանի ասացները դա կենցաղային բանադրանքներ չէին, որովհետեւ Արշակ Սրբազանի ասացները վերաբերում են Եղեռնին, Ցեղասպանությանը, Արցախին։ Մենք Արցախը գրքերի մեջ չենք կարդացել։ Մենք Արցախը ապրում ենք, մենք Արցախում եղել ենք։ Մենք ամեն օր արցախցի երեխաների հետ ենք շփվում, հոգ ենք տանում արցախցի երեխաների, մեր Կիրակնորիա դպրոցներից ներս, մեր կենտրոններից ներս։ Ուրեմն դա հայ եկեղեցու, հայ հոգևորականի առասարակ հայ մարդու ցավն է։ Մենք չենք կարող մոռանալ դրանք։ Եվ Արշակ Սրբազանի ասածը սրանց էր վերաբերում։ Իհարկե, ով մոռանա, ասենք թե չասենք, Արցախը մոռացողը օրհնանքի է արժանի։ Բնականաբար ոչ։ Եղեռնը մոռացողը օրհնանքի է արժանի։ Իհարկե ոչ։ Գերիներին մոռացողը, աչք փակողը օրհնանքի է արժանի։ Չեմ կարծում։ Եվ եկեղեցին կամ սրբությունները, մշակութային արժեքները մոռացողը օրհնանքի է արժանի։ Թող մտածեն այս ամեն ինչի մասին։ Տեր Փարեն, ամփոփելով մեր այսօրվա զրույցը, վարչապետը ինչ հչի ներում վեհափառ հայրապետին։ Ինչու է այսպես ընդդիմանում։ Ոմանք ասում են դուք Արցախից խոսեցիք, ասացին, որ Արցախի հետ կապված իր վերջին ելույթը այդքան էլ ոնց որ իրենց սրտով չէր դրա համար նոր ալիք սկսեցին, բայց սա հաշվի առնելով որ շուտ է սկսել, ինչու է սարճակատումը, քանի որ կաթողիկոսը պահանջել է, այսինքն եկեղեցին Մայրաթորը պահանջել էր հրաժարականը Փաշինյանի, սա էր պատճառը, ինչն էր ձեր կարծիքով։ Ես կարող եմ կարծիք հայտնել հետևելով նորից այս հեռահար, այսպես կոչված երկխոսությանը։ Լիարժեք կարծիք կարող ենք հայտնել եւ լիարժեք պատճառը կարող ենք իմանալ այն դեպքում, երբ որ խոսք լինի մեկը մյուսի հետ։ Ես չեմ որ պիտի որոշեմ դա, բայց
մեզ մեղադրում են օրինակ քաղաքականությամբ զբաղվելու մեջ, տարբեր քաղաքական գործիչներ։ Արցախի մասին խոսելը քաղաքականությամբ զբաղվել չէ, գերիների մասին խոսելը նույնպես, Բայց երբ որ դա հակադրվում է այսօրվա իշխող ուժի գծին, ասում են դուք մեզ ընդդիմանում եք։ Կարող է հակադրվել, բայց ճշմարտությունը դրանից չի փոխվում։ Ես կարող եմ ասել միգուցեներով, միգուցե սա եղավ, միգուցե նա եղավ, միգուցե սա եղավ պատճառը, բայց առանց պատճառի հիշենք ամենասկզբից, բա ինչ եղավ, որ հայ եկեղեցու պատմությունը դուրս եկավ։ Այս հարցին, բա ինչ եղավ, որ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը եղավ։ Այսինքն ի սկզբանե խնդիր էր դրված, որ վեհապարենք խնդիրներ են, որ մենք պատմության մեջ տեսել ենք։ Եվ դրանից առաջ էլ կամ ընթացքում էլ սկսեցին հոգևորականներին պիտակավորել, հիմա էլ արդեն բանտարկել։ Մենք վատ երազում չէինք կարող տեսնել, որ հայ մարդու բանտում 4 սրբազաններ, 3 arczepiskopos-ներ եւ 1 եպիսկոպոս։ Եվ մենք հաշտ չենք սրա հետ։ Մենք սպասում ենք, որ ոչ թե ներվելով, որովհետեւ ներվում է մեղավորը այս պահին, այլ արդարացված եւ ներողություն խնդրելով այդ սրբազաններից, մեր հայրերից դուրս պիտի գան։ Եվ մենք սպասում ենք այդ օրվան։ Եվ լինելու է այդ օրը։ Ես կարող եմ միգուցեներով ասել, նորից ասենք, բայց պատմությունը, փաստերը, երբ որ դնում ես իրար կողք, եկեղեցին պատրաստ էր, չէ, երկխոսելու։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին վեհապար հայրապետի գլխավորությամբ հանձնախմբեր ձևավորեց։ Հանձնախմբերը չկայացան, հանդիպումները չկայացան, բայց եկեղեցին պատրաստ սպասեց հանդիպմանը։ Ուրեմն այս ուրեմնի բազմակետերը գնդակը այլ դաշնում է, այսինքն դուք 2018-ին սատարել եք Փաշինյանին, ողջունել եք նրա իշխանությունը։ Որևէ քաղաքական ուժի հայ հոգևորականը չի սատարում։ Ես ինքս եղել եմ այդտեղ, բայց ես ասացի, թե ինչ պատճառով, ինչի համար։ Այսինքն ոգևորված չէիք, որ ինքը գալիս էր իշխանության, թեև հանրահավաքին եղել եք։ Տագնապ կար, անկեղծորեն ասենք, նույնիսկ մեր ընտանիքի մեջ տագնապ կար, շփոթ կար, որովհետև այդտեղ կար աղմուկ, այդտեղ կար բռնության կոչեր, այդտեղ կային, չգիտեմ, դագաղներ, ծաղկեպսակներ, մարդկանց վիրավորելու պրակտիկա, սրանք կապ չունի, որ քաղաքական ուժն է անում, ընդունելի չէ։ Բայց ունենք իրականություն, որի մեջ մենք ապրում ենք։ Այսինքն չէիք սատարում։ Որևէ ուժի հայ եկեղեցին եւ հայ եկեղեցականը չի սատարում։ Մենք չենք մտածում այս ուժին սատարելու կամ չսատարելու մասին։ Ես կբնութագրեմ իմ վերաբերյալը որպես շփոթվածության։ Չգիտեմ ինչ է կատարվում նախադասությամբ։ Որովհետեւ իրականում մենք չգիտենք ինչ է կատարվում։ Տեր Փարան, Միքայել Սրբազանը մեծ այդ զրույցում ասաց, որ ինքը 18-ին ողջունել է, այս իշխանության գալը, բայց դա խարան է համարում իր կենսագրության մեջ, որ այդ պահը, հիմա ձեր 2018-ի գնալը դուք չեք համարում, որ այդպես ողջունել եք, հետեւաբար խարանել չեք համարում, ճիշտ եմ հասկանում։ Եթե ողջունեինք, Միքայել Սրբազանի հետ կհամաձայնեինք, բայց ես ասում եմ, ես անկեղծ եմ ասում, հիմա կարող է չի ասել, այո, ողջունել եմ, ժամանակին սխալվել եմ, հետո սխալվել եմ, սրանք շինծու նախադասություններ կլինի։ Հիմա ես ձեր տաղավարում անկեղծ եմ ասում, դա շփոթ էր, չգիտեմ ինչ եմ անում, չգիտեմ ինչ է կատարվում։ Այսպես կարելի է բնութագրել։ Լավ, ձեր հոգևոր եղբայրների նկատմամբ այսքան արածից հետո դուք Փաշինյանին անձամբ ներում եք։ Բարդ հարց եք տալիս, իհարկե ոչ, որովհետև գիտենք, որ մեր հոգևոր հայրերը բանտում են գտնվում անարդարացի կերպով, բայց ամենավերջում ես չէ որ պիտի ներեմ ու չներեմ։ Մարդկայնորեն կարող եմ ասել ցավ եմ արտահայտում եւ չեմ ներում, բայց ինչ է փոխվում դրանից։ Աստված է ներում։ Մենք հոգևորականներս, երբ որ ասում են մեղա Աստծո, մենք ասում ենք Աստված թողություն շնորհեցցե։ Հայ հոգևորականը չի ասում ես ներում եմ։ Թող Աստված ների, հա։
Տեր Փարեն, եւ վերջին հարցս, դուք ինձ հաղորդումից առաջ հարցնում եք, ասում եք իմ կարծիքով ինչ է լինելու սրա վերջը։ Հիմա ես նույն հարցը ձեզ եմ ուղղելու։ Ինչ է լինելու այս ամենի վերջը եւ մենք ինչպես կարող ենք սա հաղթահարել արդեն եկող 2026 թվականին։ Առաջիկա կիրակի օրն էլ գիտեք, որ Փաշինյանը հայտարարել է, որ Գառնի Սուրբ Աստվածածին եկեղեցում է գնալու հերթական պատարագի։ Ուր ենք այսպես գնալու ու հնարավոր է արդյոք հաջորդ պատարագը, ինչպես նախորոք արդեն հայտարարել, Մայր աթոռում արդեն իրենք որոշեն իրականացնել իրենց նույն շքախմբով։ Մենք ընդհանրապես որ հարցնում ենք մարդկանց ինչ է կարծում ինչ կլինի, նրա համար է, որտեղ մենք հարգում ենք մարդկանց կարծիքը եւ ձեր կարծիքն էլ հարգում ենք, մեր համար շատ կարեւոր է։ Վերջում Վեհափար Հայրապետը ամենավերջում այս ամեն ինչը անցնելուց հետո վայելելու է իր ծերությունը եւ օրհնելու է իր զավակներին։ Հրաժարական չի տալու։ Բնականաբար ոչ, որովհետեւ Վեհափար Հայրապետը սիրում է իր եկեղեցին, սիրում է իր զավակներին եւ Վեհափար Հայրապետը այն անձնավորությունն է, որ ունի պատասխանատվության բարձր զգացողություն։ Ինչ կմաղթեք մյուս տարվա համար։ Մյուս տարվա համար կմաղթեմ, որ փոթորիկ չլինի, հոգեվոր փոթորիկ չլինի եւ ուժեղացած դուրս գանք այս ամեն ինչի միջից ու ոչ թե եղբայր ատելու զգացողություն ունենանք, այլ ընդհակառակը մեկս մյուսի համար աղոթելու տենչ ու փափագ ունենանք ի սրտե։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար Տեր Փարեն։ Սիրելի հայրենակիցներ, սա, ինչպես նշեցի, այս տարվա մեր վերջին թողարկումն էր, ինչպես նշեց մեր հոգևոր հայրը, տա Աստված, որ մյուս տարի իսկապես լինեն միայն աղոթքների տարի եւ հաջորդիվ տարիները լինեն միայն աղոթքների տարիներ եւ այդ աղոթքները իսկապես հնչեն ի սրտե, չլինեն մեր կյանքում այլևս կեղծ պատարակներ եւ տա Աստված, որ այս ճղճին վատ պատմություններից հավատացյալ հանրությունը հոգևոր Հայաստանը, այսպես ասած, հաղթի։ Շնորհակալ եմ, որ դիտում եք, դուք բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ին, կհանդիպենք մենք արդեն 2026 թվականին։ Ցտեսություն։